Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ ՀԱՊԿ արդեն խոսում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին, բայց ոչ բոլորը վստահում են այս սցենարին։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը հայտարարել է հուսադրող միտումների մասին։ Նրա խոսքով կողմերը մոտենում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն տարածաշրջանում լարվածությունը դեռ չի նվազել, եւ շատերը կասկածում են այս լավատեսությանը։ ՀԱՊԿ փորձում է ներկայացնել իրեն որպես կայունության երաշխավոր հարավային Կովկասում։ Միաժամանակ փորձագետներ նշում են, որ կազմակերպության ազդեցությունը Հայաստանում նվազել է։ Երևանը վերջին շրջաններում ավելի շատ նայում է դեպի արևմուտք։ Այս ֆոնին ՀԱՊԿ-ի հայտարարությունները ընկալվում են ոչ միայն որպես աջակցություն, այլև որպես ազդակ չկորցնելու դիրքերը տարածաշրջանում։ Հայաստանի քաղաքական դաշտում նոր շարժ է սկսվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջադրման հայտը։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, ով վերադառնում է ակտիվ պայքարի։ Սա տեղի ունենում այն պահին, երբ մինչ այդ միայն իշխանական ուժն էր առաջադրվել։ Ընտրապայքարը ակնհայտորեն սրվում է եւ նոր բևեռներ են ձևավորվում։ ԲՀԿ-ն փորձում է վերականգնել իր նախկին ազդեցությունը։ Արցախից տեղահանվածների բնակարանային հարցը նորից օրակարգում է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը խոսել է լայն փոփոխությունների մասին։ Կառավարությունը պատրաստվում է վերանայել գործող ծրագրի մի շարք սահմանափակումներ։ Նոր կարգավորումները վերաբերում են նաև ամուսնալուծված քաղաքացիներին։ Կավելանան բնակարան կառուցելու և վերակառուցելու հնարավորությունները։ Նախատեսվում է նաև հավաստագրերի միավորման մեխանիզմ։ Միացյալ ազգային սոցիալական կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ցուցակը։ Արտահերթ համագումարում հաստատվել են առաջին թեկնածուները։ Ցուցակում ընդգրկված են տարբեր ոլորտներից հայտնի եւ անհայտ անուններ։ Կուսակցության առաջին 5 թեկնածուներն են Ավագյան Օֆելյան, Աղազարյան Հովիկը, Ասլանյան Հակոբը, Մելքոնյան Ռուբենը եւ Մխիթարյան Լյովան։ Կուսակցությունը փորձում է դիրքավորվել որպես նոր այլընտրանք։ Ընտրությունները մոտենում են եւ նոր խաղացողները ակտիվանում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացահայտ մեղադրանքներ է հնչեցրել։ Նրա խոսքով Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորմանը։ Նա պնդում է, որ Բաքուն միաժամանակ բանակցում է եւ արգելակում գործընթացը։ Սիմոնյանի խոսքով Թուրքիան հայտնվել է այս հարաբերությունների գերի վիճակում։ Սա լուրջ հայտարարություն է տարածաշրջանային դիվանագիտության մեջ։ Երևանը նշում է, որ արդեն հասել է որոշակի համաձայնությունների, բայց վերջնական արդյունք դեռ չկա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել կոշտ եւ միաժամանակ հաշվարկված հայտարարություններով։ Նա պնդել է, որ Հայաստանն եւ Ադրբեջանը հասել են պատմական առաջընթացի հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն կրկին առաջ է քաշել Զանգեզուրի միջանցքը, ընդգծելով, որ այդ նախագիծը անխուսափելի է տարածաշրջանի համար։ Ալիևը հայտարարել է, Հայաստանը պետք է ընդունի նոր իրողությունները, որոնք ձևավորվել են 2020-ից հետո։ Նա նաեւ ընդգծել է, Ադրբեջանը արդեն վերականգնել է իր ամբողջ ինքնիշխանությունը եւ չի պատրաստվում հետ կանգնել իր դիրքորոշումից։ Չնայած նրան, որ պաշտոնական փաստաթղթերում միջանցք տերմինը բացակայում է, Բաքուն շարունակում է ակտիվորեն շրջանառել այն։ Միասնության թևեր կուսակցությունը հաստատել է իր ընտրական ցուցակը։ Ցանկը գլխավորում են Արման Թաթոյանը, Դավիթ Անանյանը, Աստղիկ Մատինյանը, Շահեն Հարությունյանը եւ Ավետիս Ավետիսյանը։ Ցուցակում ընդգրկված են տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ։ Կուսակցությունը փորձում է դառնալ ուժեղ ընդդիմադիր բևեռ, ընտրապայքարը գնալով բազմաշերտ է դառնում։ Դատարանի վճիռը Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերջնական ուժի մեջ է մտել։ Սերժ Սարգսյանի հետ կապված հողային գործարքը ճանաչվել է անվավեր։ Պետությունը կստանա մոտ 298 միլիոն դրամ։ Սա հակակոռուպցիոն պայքարի հերթական դրվագն է։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես արդարության վերականգնում։ Ընդդիմությունը սակայն խոսում է քաղաքական հետապնդման մասին։ Հանրապետություն կուսակցությունը հաստատել է իր նախընտրական ցուցակը։ Ցանկի առաջին 5 թեկնածուներն են Արամ Սարգսյանը, Անահիտ Ադամյանը, Ռոմիկ Մխիթարյանը, Անի Խաչատրյանը եւ Ռաֆայել Այվազյանը։ Կուսակցությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում։ Ցուցակում ընդգրկված են տարբեր փորձառու գործիչներ։ Ընտրությունները դառնում են ավելի մրցակցային։ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի հետ։ Այս մասին նշել է փոխարտգործնախարար
Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով բոլոր տեխնիկական եւ քաղաքական պայմանները արդեն ստեղծված են։ Այժմ որոշումը կախված է միայն Անկարայից։ Երևանը շեշտել է, որ գործընթացը առաջընթաց է գրանցել։ Բանակցությունները դուրս են եկել միայն դիվանագիտական շրջանակներից։ Կողմերը շփվում են նաեւ այլ մակարդակներում, բայց վերջնական քայլը դեռ չի արվել։